որ տեսանք, բավականին լավն էր։ Լաուրա շատ մռայլ էր ու փոքր։ Ավտոտնակ էլ չուներ։ Շատ էլ լավն էր Նոնա։ Փոքր էր։ Եթե նախորդը վարվեց, ուրեմն այս մեկն ավելի լավը պիտի ընտրենք, ման։ Չէ, Նոնա։ Ինչ էր ես խոսում, Էլիզա։ Լավ տան համար լավ էլ գումարներ են պետք։ Ավելի Լաուրա, հիմա նորից պիտի վիճեք։ Ես ինչ անեմ։ Ոչ մի բնակարան չի հավանում։ Որտեղից իր համար պալատներ գտնեմ։ Լաուրա, դու մեր տանը քեզ լավ չես զգում։ Նոնա, հարցը դրանում չի։ Էլիզան տեղավորվել է Կարինայի սենյակում։ Բայց ամեն վայրկյան կարող է Կարինան վերադառնալ, չէ՞։ Խնդրում եմ Լաուրա, արի խնդիրներ չսարքենք, հա։ Երբ որ Կարինան կվերադառնա, Էլիզան կտեղավորվի քո մոտ։ Կամ Մարկի սենյակում։ Իդեպ, արդեն շատ ուշ է, իսկ Մարկը դեռ չի վերադարձել։ Էլիզա, պիտի խոսենք։ Ահ, կխոսենք։ Հոգնած եմ, գլուխս պտտվում է։ Երևի դեղերից է։ Գնամ պարկի։ Էլիզայի ու Մարկի մասին եմ մտածում։ Նոր փորձեցի Էլիզայի հետ խոսել, ասեց լավ չեմ զգում։ Ռոբ, չես լսում ինձ։ Լսում եմ։ Ռոբերտ, երբ ես Մարկին ասելու վերադառնա օֆիս։ Երբ որ հարմար կգտնեմ, այն ժամանակ էլ կասեմ։ Դեռ ժամանակը չի, Նոնա։ Լավ, ոնց կուզես, ես էլ չեմ ասի։ Հայտարարություն եմ տվել նոր օգնականի համար։ Իսկ միգուցե ինձ հարցնեիր, ինձ օգնական պետքա թե ոչ։ Եթե չես ուզում, խնդիր չկա, կարող եմ ետ վերցնել հայտարարությունը։ Ես չասեցի ետ վերցրու։ Ուղղակի պետքա հարցնեիր։ Տեսար Ալիկ, տուն հասանք, իսկ դա նշանակում է, որ շանը սատկել չկա։ Ալիկ, կարաս ասես, թե ով եմ ես, անիմաստ աճած բույս, ոլախոտ, որին որ կարան տարորեն ու անցնեն։ Մարկ, ինչ ես անկապ խոսում։ Գժվել ես։ Պիտի չթողնեի, որ այսքան խմեիր էլի։ Արի։ Չէ, Արիկ, ես արդեն իմ սենյակի մոտ եմ, լավ, դու կարաս գնաս։ Ես կգնամ։ Ոնց վախեցրիր, քնած էի մնացել, սպասում էի քեզ բարի գիշեր մաղթեի, Ալիկի հետ էիք, հա, եթե խմել եք Ալիկի հետ, խնդիր չկա, լավ եք արել, Մարգ, ես իսկապես փոխվում եմ, կռիվներ չեմ անում, քեզ չեմ ճնշում, ես ուզում եմ քո կողքին հանգիստ ու երջանիկ ապրել, ես քեզ շատ եմ սիրում, Մարգ, ու ամենաշատը քո կարիքն ունեմ։ Դու իմ կարիքն ունես, ես էլ քո կարիքն եմ։ Ինձ օգնի, որ ամեն ինչ մոռանամ։ Արի զրոյից սկսենք, հա։ Հա, զրոյից։ Մենք ամեն ինչ կմոռանանք, ամեն ինչ նորից կսկսենք, ոնց որ առաջվա նման, որ նոր էինք սիրահարված։ Մենակ ինձ է սիրելու։ Մենակ ինձ։ Ես պիտի մոռանամ քեզ, Նոնե։ Խոստանում եմ, ես ամեն ինչ կանեմ, որ դու նրան մոռանաս, խոստանում եմ։
Ես արդեն հոգնել եմ քո ստերից։ Խնդրում եմ, թու։ Ես կմոռանամ քեզ, Հովիկ, կմոռանամ այդ անիծյալ օրը։ Ես հպարտեմ ու երջանիկ, որ իմ կողքին Արամի նման ընկեր ունեմ։ Իսկ դու գնա, այստեղ ոչ մեկին հետաքրքիր չես։ Սա լավագույն ելքն է։ Ես քեզ շատ եմ սիրում, Մարկ, շատ։ Դու իմ կյանքի միակ տղամարդն ես։ Պետք չի։ Հովիկ, մի արա, ես ինձ լավ չեմ զգում, Հովիկ։ Լիզա, դու շատ գեղեցիկ ես, Լիզա։ Ես չեմ թողնի։ Ես թույլ չեմ տա, որ մեզ ինչ-որ մեկը բաժանի։ Թույլ չեմ տա։ Էլույս։ Էլույս, ինչ ես անում ստեղ։ Իրոք չես հիշում, թե Էլույս, մենակ չասես, որ գիշերը Մարկ, դու ինձ հետ երեք շատ սիրալիր էիր։ Դու ինձ այնպիսի խոսքեր ասացիր, որ դեռ երբեք չէիր ասել։ Ինձ էլ ոչ մի բուժման կուրս հարկավոր չի։ Չէ, Էլիս, դու պիտի անպայման քո բուժումը շարունակես։ Մարկ, իրոք ինձ ոչ մի բուժում պետք չի, ես ինձ շատ լավ եմ զգում։ Իհարկե, երբ քեզ հետ եմ։ Չէ, Էլիս։ Մենք պիտի անպայման որոշենք, թե երբ եք սկսում քո բուժման կուրսը։ Դու արդեն չարաշահում ես իմ համբերությունը, Էլիզա։ Բժիշկը քո պատասխանին է սպասում։ Լավ, լավ։ Միայն մի բարկացի, լավ։ Քեզ բարկացած չի սազում։